Ողջույն, ես Ռոբն եմ եւ դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Ինչպես տեսնում ենք, մենք գտնվում ենք Չեռնոգորիայում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր հունիսյան երկրորդ ընկերական հանդիպումը նորից արտագնա։ Մենք այժմ գտնվում ենք Տուզի քաղաքում, որը գտնվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայից 15 րոպե հեռավորության վրա մեքենայով եւ ահա այստեղ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր նախախաղային մարզումը եւ ասուլիսը։ Իսկ խաղը արդեն կկայանա Նիկշիչում, որը մի փոքր ավելի հեռու է։ Խաղի օրը Հայաստանի հավաքականը ստիպված կլինի հաղթարել 1 ժամ ճանապարհ, որպեսզի հասնի Նիկշիչ եւ նույնքան որպեսզի այնտեղից վերադառնա։ Հուսով ենք վերադառնալուց մեր տրամադրությունը կլինի ավելի բարձր, քան օրինակ դա Կոսովոյում էր։ Հետևենք Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը եւ Ջոն Վանցխիպի ասուլիսին եւ իհարկե բաժանորդագրվեք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դրեք լայք այս վիդեոին եւ միացրեք զանգակը, որպեսզի մենք մի օր նորից հանդիպենք։ Իսկ հիմա մի փոքր այն մասին, թե ինչ տպավորություններ կան Կոսովոյի հետ խաղից հետո։ Իհարկե շատ ցավալի պարտություն էր, այնքան ցավալի, որ նույնիսկ բառերով դժվար է նկարագրել այն ցավը, որ ապրում է իր մարզադաշտում, տեսնելով, թե ինչ է կատարվում վերջին րոպեներին, մասնավորապես երկրորդ խաղի կեսում, ոչ միայն վերջին րոպեներին, իհարկե առաջին խաղի կեսը մենք հաղթեցինք, բայց այդտեղ եւս կարող ենք չլինել հաղթողի կարգավիճակում, քանի որ մրցակիցը անընդհատ պահեր էր ստեղծում մեր դարպասի մոտ։ Արդյունքում գնացինք առաջին կեսը հաղթողի կարգավիճակում ընդմիջման, իսկ հետո արդեն երկրորդ խաղի կեսում մրցակիցը ավելի շատ կարողացավ ռեալիզացնել իր պահերը եւ խոշոր հաշվով հաղթեց։ Իհարկե այդ հաշիվը կարող էր ել ավելի խոշոր լինել, եթե չլինեին Հենրի Ավագյանի փայլուն սեյվերը, 11 սեյվ կատարեց Հենրին, ինչի արդյունքում մեր հավաքականը խուսափեց ջախջախիչ գերխոշոր հաշվից։ Իհարկե դա շատ մտահոգիչ է, բայց այսօր տեսնենք, թե ինչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ Ջոն Վանցխիպը եւ ինչ լուծումներ են նա տեսնում, քանի որ նախորդ անգամ նա մեզ լուծումներ որպես այդպիսին չկարողացավ առաջարկել, այնպիսի լուծումներ, որոնք իրատեսական կլինեին եւ կկարողանային թիմին վաղվա խաղից առաջ ինչ-որ օգուտ տալ եւ լինել իրական, այնպիսի լուծումներ, որոնք կարող են կարճ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք տալ։ Իհարկե, արդյունք տալը կարճ ժամանակահատվածում շատ դժվար է, բայց Վանցխիպը պետք է գիտակցեր, թե ուր է նա գալիս, ինչ ռեսուրսներ է ունենալու եւ ինչ նպատակ է նրա առջև դրվում։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոն եւ միացնել զանգակը, մենք գնում ենք ասուլիսին։ Լրագրողներ, հարգելի հետևորդներ, ասում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի նախախաղային եւ պաշտպան Ստեփան Գրչյանի նախախաղային մամուլի ասուլիսը Կան ձեր հարցերը։ Հանրապետական Ֆաստ մեդիա, ստոպար շուրջ 3 տարի առաջ ձեր նորամահներ հավաքականում, հենց Չեռնոգորիայի դեմ խաղում, եթե չեմ սխալվում, ամենավերջին պայն որոշվեց, որ հիմնական կազմը լինելու վնասված եղավ, պատմեք ինչ եք հիշում այդ խաղից ստեղծողությունները։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, ես պետք է մեկնարկային կազմում չլինի պետք է խաղալ, բայց վնասված ստացա վերջի պահին ու այն ժամանակ կապարոսներ եմ առաջը, վերջի վարկյանին ասաց, որ ես պետք է խաղամ։ Իհարկե զգացողությունները շատ լավ էր, մի քիչ տարբերություն կար ստեղծում, բայց կարևոր լավ հանդիպում անցկացրեցինք ու հաղթեցինք։ Այսօրապես հիշում եմ, որովհետև չեմ կարծում շատ ժամանակ անցել ու հատկապես որ դեբյուտի սաղն է եղել։ Շատ լավ հիշողություններ ունեմ։ Արմեն Կարայան, առաջին ալիք, Ստեփա նոր մարշի գլխավորությամբ հավաքականը դեռ հաղթանակ չունի եւ արտահայտ տարբեր է այս մարշի նախընտրած ֆուտբոլը նախորդ մարշի նախընտրած ֆուտբոլից, արդյոք հավաքականի տղաները գալիս են այդ process-ին հարմարվելու այս մարշին, զգացում եմ, որ դժվարություններ կան ադապտացվելու առումով հիմնականում դու տեսնում ես, որ մենք կարող ենք խաղալ այդ ֆուտբոլը։ Իմ կարծիքով յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տակտիկապես պատրաստ լինի, եթե խաղում ազգային հավաքանում ու
օրինակ ես ընդունում խաղում եմ համ 5 պաշտպան, համ 4 պաշտպան ու հիմա այս պայմի քաղաքանում խաղում եմ 4 պաշտպանով, այդ տակտիկան ենք ընտրել ու իմ կարծիքով պետք է հարմարվել, պետք է պատրաստ լինել, որովհետև բոլորս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Ես տեսնում եմ, որ կարող ենք այդ տակտիկով մնացածը պետք է մարդը չորոշի, որ նա ավելի հարմարվել։ Հարցեր։ Աշնիկ Բաբայան, Սպորտ մեդիամաս, երրորդ պատմություն գրեց հավաքականը խոշոր հաշվով, դուք տղաներով խոսել եք, քննարկել եք և ինչպես եք տեսնում լուծումները։ Իհարկե խոսել ենք, իհարկե քննարկել ենք ու բոլորից էլ հաճելի չի, որ նման հաշվիներով պատմություններ ենք դնում, բայց պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի ավելի լավ լուծում ունենանք։ Եթե խոսքը նվիրվածության մասին է, բոլորը մտնում է դա յուրաքանչյուր ֆուտբոլիստ դաշտում է 100% նվիրվում է ու ամենաառավելագույնը, որպեսզի լավ հանդես գա, պետք է շտկել ու բոլորիս համար է շատ հաճայից վիճակը ինչու որ մենք ենք, ես վստահ եմ, որ հաջորդ խաղից սկսած կշտկենք այդ ամեն ինչը։ Ինչի հաշվին եք վստահ, որ կստացի, որտեղ ամեն խաղից առաջ ճիշտ ասած տարբեր ֆուտբոլիստներ են գալիս, որի մենք խոսքերը լսում ենք, բայց խաղից խաղադաշտում էական փոփոխություն չենք տեսնում։ Վստահ եմ, որովհետև ճանաչում եմ իմ թիմի տղաներին, տեսնում եմ, թե ինչպես նրանք նվիրվում ամեն խաղի, ամեն պարապմունքի ժամանակ ու վստահ եմ, որ այդ քրտինքը, որ իրենք թափում են, ջուրը չի ընկնում։ Անելի հարց ես ծուտում։ Արման։ Ստոպան 2 տարի առաջ ևս դուք հավաքականում եք ու այն ժամանակ հավաքականը կարասել վերքի մեջ էր շատ լավ էր խաղում, հիմա մեծ է փոփոխությունը, կազմը գրեթե չի փոխվել, ըստ ձեզ ինչ է փոխվել, որ տարբերությունն այսքան մեծ է հավաքականի խաղում։ Իմ կարծիքով 2 տարի առաջ ավելի շատ փորձառու ֆուտբոլիստներ ունեին ու այս բանին կարելի ասել սերնդափոխություն ա լինում, օրինակ անցած խաղին շատ էին մեր երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր մեծ փորձ ունեն ու պարզ է, որ շատ դժվար շրջան է հիմա մեզ համար, բայց պետք է յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մեջ, իր թիմում, չգիտեմ, փորձի առավելագույն կսանի, որ գալիս է հավաքական լավ հանդես գա ու նման պարտություններ օրինակ մենք չունենք։ Բայց իմ կարծիքով տարբերությունն այն է, որ այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլիստներ, ովքեր մեծ հանդիպումներ ունեն հավաքականում, իսկ հիմա ավելի շատ են երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան մեծ ֆուտբոլում։ Հարցեր կան ստացվում։ Շնորհակալություն, այլևս շարունակենք խաղի մասի հետ։ Խնդրեմ հարցեր, խորած գնաս։ Ասանի։ Ուղղացի նախորդ խաղից հետո կարճ ժամանակ է անցել, թիմը ինչպես է տրամադրվել, հոգեբանորեն եւ ինչպես է վերականգնվել ֆիզիկապես։ Not so much time passed after the previous game. How is the psychological and physical condition of the team? Well, you're around the team. You see a lot when we're having our breakfast, our lunch. So I think you can see that that the energy is okay. Of course, we're disappointed about the loss and especially the late goals. But as I told the boys also, it's a process that we have to get better and learn from the mistakes, take the good things out of the game, and we talked about that also today. So now we'll have a training and then tomorrow the game. Քելեքտիմի կողքին նախաճաշին եւ ճաշին տեսնում եք, որ թիմում մտնոլորտը լավն է, էներգիան լավն է եւ տղաները իհարկե հիասթափված են պարտությունից, ինչպես եւ ես, հատկապես վերջին րոպեներին բաց թողած գոլերից, բայց բոլորը հասկանում են, որ պետք է փորձենք շտկենք իրավիճակը եւ վաղվա խաղին դրիվար տեսքով ներկայանանք։ Արմեն։ Ֆուտբոլային տարբեր շրջանակներում ձեր մասին խոսելիս գրեթե բոլորը դրական են արտահայտվում ձեր մասնագիտական որակների մասին, բայց ամեն մարզիչ իր նախընտրած ֆուտբոլը յուրաքանչյուր հավաքական կամ ակումբում խաղալ բնականաբար չի կարող։ Արդյոք այս խաղերից հետո ձեր գլխում ինչ-որ բան փոխվեց եւ դուք հասկացաք, որ ամեն դեպքում պետք է ինչ-որ փոփոխություն անել։
a lot of people in different spheres of football speak about you in a positive way. Their opinion about you is mostly positive, but not every coach can implement the football he prefers and wants in different teams. Is there anything that has changed in your head after these games in charge of Armenian national team? No, it's nothing has changed. As I told already before, you have to adapt also to the opponent, and you adapt then also in the way of your approach. But it hasn't changed my way of thinking football. But I understand that we're not going to be playing the football like the Dutch national league of our national team. I coached teams that were also mid-class table. I coached teams that had difficulties, and then I came in and I built again confidence, and I coached teams that maybe were playing at a higher level. So in that you try to play more or less with the same philosophy, only you have some details that are different. Այնքան էլ շատ բան չի փոխվել, ես մաղձել եմ թիմեր, որոնք ունեցել են միջին կարգ եւ նույնիսկ ավելի ցածր կարգ եւ փորձել եմ աշխատանքի ընթացքում բարձրացրել եմ նրանց, մաղձել եմ նաեւ ավելի բարձրակարգ թիմեր եւ ժամանակ է պետք հարմարվելու համար նաեւ մրցակցից կարգից ելնելով ֆուտբոլիստներին հասցնելու այն ամեն ինչը եւ փորձել ավելի բարձր խաղամակարդակի հասնել։ Please. Okay, can I ask you a question about tomorrow's game? National Federation of Montenegro. So what are your expectations for tomorrow's game? Is it important for you to get a positive result, or to just build some momentum within the squad and players before the September and your start in the qualifications? Well, it's always important, of course, that you can put those two together. So have momentum to build something and also to have a positive result. If you have that, then of course it helps. But if that is not the case, then you always have to look at the growth of the team and where things are going good and where we have improved and where things are not going good and where we have to make sure that in the coming future you have to improve on that. And just one more question, how do you see Montenegrin national team? Did you watch some games in the last period, like this one against Czechia? Yes, of course, we've been analyzing them, and we also know that normally they will play more attacking at home, especially again in a game like tomorrow when it's friendly. The approach against the Czechs was more in a defensive way of putting them on the pitch. But I'm sure tomorrow there will be a different team, not only in names, but also in approach. Thank you. Robert? Ռոբերտ Մարկոսյան, Ուրիշ ֆուտբոլ, պարոն Վանցքի Վրաստանի հետ խոշոր հաշվով պարտությունից հետո երկրորդ հայտարարությունից առաջ որը հնչեց, դուք երկար զրույց եք ունեցել ֆեդերացիայի նախագահի հետ, արդյոք նախորդ խաղից հետո Կոսովոյից կրկին խոշոր հաշվով պարտություն եք ունեցել, դուք ինչ-որ զրույց ունեցել եք ֆեդերացիայի նախագահի հետ, խոսել եք արդյոք պատճառների եւ հետևանքների մասին այդ պարտության։ Mr. Vanskip, after the defeat against Georgia, you have had a long conversation with the president of Armenian FA. Did you have the same conversation after the defeat against Kosovo, and did you discuss the reasons and the consequences of this loss? No, I haven't. What's John Kosovo? Art. Arman. Պարոն Վանսկիպ, ցանկացած ձեր կարծիքը լսել երկու ֆուտբոլիստների մասին, որ այս պահին հավաքականում չեն, ինչ հույսեր եք կապում նրանց հետ, խոսքը Նորբերտո Բալեկյանի եւ Ֆորեն Բայրամյանի մասին է, արդյոք առաջիկայում նախատեսում եք նրանց եւս հրավիրել հավաքական։ The question is about two players who are not in the squad this time, Norberto Breasco Balekyan and Foren Bayramyan from Rostov. Do you have any expectations from them, and are you going to invite them
for future camps? Always we follow the players. Of course, we have also had contact, tried to have contact with Norberto, but also he was very difficult to get in contact with and preferred not to come. So it was not really that he was going to be invited, maybe if he would, because as I said, he's not one of the securities. And the other player, of course, we follow him. We know he's an experienced player. He can add maybe in situations to the midfield. But at this moment, we know what he can do, but it's not in my plans. Ինչպես արդեն ասել եմ, գրեթե բոլոր ֆուտբոլիստներն մեր ուշադրության տակ են, Նորբերտո Բերասկո-Բալեկյանի հետ նույնպես բարդ է կոմունիկացիա գնալը եւ նա այնպես չէ որ դիտարկվում էր անպայման դիտարկվել էր այս հավաքին հրավիրվելու համար, բայց մեր ուշադրության տակ է։ Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, գիտենք որ փորձառու ֆուտբոլիստ է եւ կարող են լինել իրավիճակներ, երբ նա կիսապաշտպանությունում կարողանա մեզ օգտակար լինել, բայց այս հավաքի համար նրան չենք նախատեսել հրավիրել։ Արմեն։ Ստորաբար ընդունված ասել, որ գերակնախավերը փորձարկումների համար են, եւ բարձր դուք եք այդպես մտածում, բոլորին կուզեիք խաղի մեջ տեսնել, բայց քանի որ առաջին խաղում պարտվել ենք եւ դուք գրեթե հիմնական ուժը օգտագործել եք այդ խաղում, արդյոք երկրորդ խաղում նույնպես կարևոր է արդյունքը, երկրորդ խաղում կարևոր է արդյունքը եւ չեք փորձի նրանց ովքեր խաղ ժամանակ չեն ստացել խաղ ժամանակ դրամատրել։ Usually the friendly games are a good opportunity to try all the players, but taking into consideration the fact that you used almost the whole potential of the national team in the first game, would you think that the result is more important for the second game, or you would give a chance to another new players as well? It's again the balance between looking at the players, as now you see that we had only one training yesterday. The other group that played had recovery, so we'll have a training within an hour here, and then after, I think with the medical staff and the doctors, see which players are really fresh, maybe players that have played, they are okay, and then we will make a balance of and fresh and maybe some other players as well. Կրկին պետք է նայենք ֆուտբոլիստների վիճակին, առայժմ միայն մեկ վերականգնողական մարզում ենք անցկացրել եւ այսօր կանցկացնենք արդեն նախախաղային մարզումը, պետք է բժշկական անձնակազմի հետ միասին դիտարկենք թե որ ֆուտբոլիստներն են ավելի պատրաստ, հավանաբար կարող է վաղվա կազմը լինել բալանսավորված այն խաղացողներ, որոնք ավելի թարմ են կամ նրանց միջև ովքեր նույնպես խաղացել են նախորդ խաղում։ Նախորդ ասուլիսների ժամանակ բացմիցս խոսվեց արագություններից, intensity-ից եւ մեր քննարկումների մեծ մասը այս երկու օրվա նույնպես դրա մասին էր։ Ինչ արագություններ է սպասում մարզիչը խաղի ընթացքում եւ ինչպես է փորձելու լրացնել այն բացերը, որոնք կային առաջին խաղում, դրա հետ կապված, որովհետեւ մեր ֆուտբոլիստները մինչև խաղի վերջ մնան խաղի մեջ եւ արդյոք փորձելու է դրան ուղղված ինչ-որ կոնկրետ գործողություններ կատարել։ We have spoken a lot about the intensity with you and also in discussions among the journalist group. And what are you going to do? What speed do you expect for tomorrow? In what game speed? And what are you planning to do to, let's say, raise the intensity, not to have the same situation in the end of the game? Well, you cannot raise the intensity or the physical condition of a player in 3 days, and as I said, it's something that the players have their own responsibility. It's also something that sometimes it's not in their hands, because if they play in a league, I mean, avoid situations like this. Sorry? To avoid situations like this, in order to avoid the situations. Yeah, you can change, of course, to get freshness into the team, but you cannot change 11 players. So it's if you have a level that you want to play 90 minutes, it has to be on a high level in international football.
And that's something that the team has to grow in, and the players individually have to grow. So tomorrow it's another game. It's going to be hot, so it's the intensity, of course, will have impact on that. But we will try to manage with the way that we play, and that's also having the ball if we can, keep the ball more, to be more patient, and to choose the moments that we can attack. Ինչպես հասկանում եք, չենք կարող փոխել բոլոր 11 խաղացողներին թարմություն ապահովելու համար, իսկ ինտենսիվությունը պահպանելը նաև ֆուտբոլիստների առանձին պատասխանատվությունն է, բայց պետք է փորձենք հնարավորինս լինել թարմ, հնարավորինս շատ լինել գնդակով, լինել ավելի համբերատար եւ օգտագործել մեր հնարավորությունները։ Էդմոն Edmond Martirosyan, Fast Media, Պարոն Վանցիպը քիչ առաջ խոսեց ժամանակի մասին, նշեց, որ ժամանակի հարկավոր հարմարվելու համար, ինչքան ժամանակի մասին է խոսքը հաշվի առնելով այն խնդիրները, որոնց հավաքական է բախվում, այսինքն տարբեր հավաքների ժամանակ շատ ֆուտբոլիստներ հնարավորել ինչ կարողանան միանալ եւ հաշվի առնելով այդ ամենը, որքան ժամանակ է պետք, որ Վանցիպի ուզած ֆուտբոլը քիմը կարողանա խաղալ եւ արդյոք վստահություն կա, որ այդ ժամանակը կտրվի նրան։ You mentioned that we need time to adapt the players to the football you preferred, and the players need time to be adapted to that football. Can you describe how much time approximately you would need for it, and do you think that this time would be given to you? Well, it's one thing I know is sure, that I have a contract to the end of the World Cup qualification. So in this time, we have to make steps, and if that will be enough to, stay or be enough to qualify for something, the future will tell. For me, the most important thing is the process of the team, to see if we can also in some positions see if we can get some fresh young players that can be also in the near future important. And that's the only focus I have. So working on that process, on all the other things, I don't have any effect. I cannot do anything with that, because that's other people that maybe have to do things. But I have to only focus on the team and try to get them better and better and improve things. Ես մի բանում եմ վստահ, որ իմ պայմանագիրը մինչև աշխարհաշրջան ընտրական փուլի ավարտն է, եւ եթե մեզ հաջողվի որակավորվել կամ ինչ-որ լավ արդյունքի հասնել, դրանից հետո միայն ապագան ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի։ Ես առայժմ չեմ մտածում այդ մասին, եւ կենտրոնացած եմ ավելի շատ գործընթացի վրա, կարծում եմ գործընթացն է կարեւոր, եւ այդ հարցի շուրջ գնահատականը կամ որոշումը կամ դրա շուրջ մտածելը ավելի շատ պետք է այլ մարդիկ անեն, ոչ թե ես։ Երևի հարցի շարունակություն Լուսինե Շահբազյան Նյուզերից, որ պարոն Սկիպ, Վրաստանի խաղից հետո դուք ասացիք, որ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունում ասացիք, որ հունիսին կվերադառնանք ավելի ուժեղ։ Սա է ավելի ուժեղը 2-5 հաշվով պարտությունը եւ ինչ կանենք վաղվա պարտությունից հետո։ Հնարավոր է այդ պայմանագիրը հաշվի չառնել եւ հրաժարական տալ։ After the game against Georgia, in the announcement with the president, you said, the president and you said that you are going to be back more stronger. Was this defeat the thing that you mentioned, saying stronger? And is it possible that if you lose against Montenegro tomorrow, you get resigned? You get resigned? I'm not thinking about that at all. My first thing is that I saw clearly improvement. The players know that as well. We had a good talk this morning about the game. Of course, it looks after the 2 late goals, it looks like more heavy than if you look at the first 60 minutes, and that's the part where we have to focus on. And listen, I cannot be busy with what all around happens. My main goal is to improve the team and to work with them to get better. Ես չեմ մտածում այդ մասին եւ իմ հիմնական նպատակը ոչ թե այդ մասին մտածելն է, այլ թե ինչ է կատարում շուրջը կամ ինչ են խոսում, այլ պետք է փորձեմ զբաղվեմ իմ թիմի գործերով։
վերջի հարցը ընդունում եք Ռոբասը։ Պարոն Վանցխիվ, յուրաքանչյուր մարդ ինչ-որ աշխատանք ստացելուց իր անցած ճանապարհը հաշվի առնելով նաև մտածում է իր անվան մասին, որքանով այդ աշխատանքը իր անունը կբարձրացնի կամ իջացնի։ Այլ լինելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ արդեն 3 խոշոր հաշվով պարտություն ունենք։ Դուք չեք անհանգստանում արդյոք ձեր անվան շուրջ խոսակցությունների եւ ձեր ցույց տված արդյունքի արդյունքում ձեր վարկանիշի անկման խնդրով կամ դրա մասին չեք անհանգստանում։ Everyone taking charge of any job usually thinks about his name, his image, his authority. After these 3 games when we lost with big scores, aren't you worried about your name or your image or reputation? I'm 61 and I earned my stripes during my career as player, as coach. I know where I stepped in this situation with Armenia, that I knew that it was a difficult situation. I've done these kind of steps before. Look, if I have to be worried about that, then I can better stop being coach. And so my main goal is to help the boys. That's my main goal, to help the boys that are playing for the national team. And whatever everybody's saying or telling or yelling, I don't care. Ես 61 տարեկան եմ եւ ես իմ համբավը վաստակել եմ ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարզիչ եւ իմ հիմնական նպատակը օգնել տղաներին, ֆուտբոլիստներին առաջխաղացում ունենալ, այլ ոչ թե մտածել այն մասին, թե իմ անվան շուրջ ինչ են մտածում մարդիկ։ Շնորհակալություն ունեմ։ Good luck. Thank you. Уровни.